Իրանի շուրջ իրավիճակը կարող է կարգավորվել տարածաշրջանում շատ արմատական փոփոխությունների հիման վրա։ Անկարան մտադրված է անվտանգության սպառնալիքների աճի ֆոնին երկիրը ապահովագրել տարածաշրջանում շարունակվող հակամարտությանը ներքաշվելուց։ Այդ մասին, ինչպես տեղեկացրել է Անադոլուն ազգային մեծժողովի արդարություն և զարգացում խմբակցության հետ ապրիլի 1-ին ունեցած հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Պատերազմը շարունակվում է և բարձրացնելով սպառնալիքների աստիճանը։ Մեր առաջնահերթությունն է անկորուստ անցնել այս փուլը։ Մենք լի ենք այդ հրդեհից Թուրքիան հեռու պահելու վճռականությամբ, ասել է Էրդողանը։ Կարելի է համարել, որ այդպիսով Թուրքիայի նախագահը երկու կարևոր արձանագրում է արել։ Իսլամաբադում անցկացված նախարարական համաժողովը ոչ մի արդյունքի չի հասել, Անկարային չի հաջողվել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդության մտադրությունը կապիտալիզացնել, և այդ իսկ պատճառով կա անկալում, որ Մերձավոր Արևելքում պատերազմը շարունակվելի է, սպառնալով հասնել Թուրքիայի սահմաններին։ Այս առումով չափազանց ենթատեքստային է Էրդողանի պնդումը, որ տարածաշրջանում թափված արյան ամեն մի կաթիլ Նեթանյահուի համար կենարար ջուր է, որը երկարացնում է նրա քաղաքական կյանքը։ Թուրքիայի նախագահն այդպիսով դարձյալ Նեթանյահուի կառավարությանը մեղադրել է տարածաշրջանում պատերազմներ հրահրելու և այդպիսով սիոնիստական ցանցի ազդեցությունը տարածելու մեջ, բայց ի տարբերություն նախորդ հայտարարությունների, Էրդողանն այս անգամ ցուցաբերել է իրեն ոչ այնքան բնորոշ զսպվածություն և գլխավոր առաջնահերթություն է սահմանել այս փուլն անկորուստ հաղթահարելը։ Թուրքիայի նախագահի այս խիստ զգուշավոր կեցվածքի ֆոնին խիստ արտառոց է, որ Բաքվի իշխանական Մինվալ պոլիտիկան տեղեկատվական հերթական վրաերթն է ենթարկել Իրանի իշխանություններին, հիշեցնելով անվտանգ ավելի քան 30-ամյա վաղեմության ներխուժումներն Ադրբեջանի օդային տարածք և ամփոփել, որ առավելագույնը, ինչ Թեհրանը կարող է ակնկալել, այն է, ինչ բազմիցս հնչեցրել է Բաքուն՝ ադրբեջանական տարածքը երբեք Իրանի դեմ չի օգտագործվի, իսկ կոնկրետ այս փուլում կշարունակվի մարդասիրական օգնությամբ։ Չնայած այս հավաստիացումների, տեղական հեռուստաընկերություններից մեկի հարցազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Թոֆիկ Զուլֆարովը, որը ինքնաբացահայտվել է որպես Սոմալիում խորհրդային հետազոտության աշխատակից, տեսակետ է հայտնել, որ Իրանի շուրջ իրադարձությունները զարգանում են այդ երկրի ամբողջականությունը փլուզելու սցենարով։ Զուլֆագարովը վստահաբար պնդել է, որ հեռու չէ ժամանակը, երբ 140 միլիոնանոց մեկ ազգ կունենա 3 անկախ պետություն։ Նա ակնհայտորեն նկատի է ունեցել Թուրքիան, Ադրբեջանը և Իրանից անջատված երրորդ պետությունը։ Դժվար է կողմնորոշվել Թուրքիա և Ադրբեջան տարբեր ճամբարի դերակատարներ են, թե Իրանի հարցում դիրքորոշումների տարբերությունը դիվանագիտական պայմանավորված խաղ է։ Ամեն դեպքում Հայաստանը պետք է ստույգ հաշվարկի, որ Իրանի շուրջ իրավիճակի կարգավորումը կարող է տեղի ունենալ տարածաշրջանում շատ արմատական փոփոխությունների հիման վրա։